Ոչ Նահապետ է, ոչ լեգենդ եմ, ես Ռոբերտ Էլիբեկյանն եմ։ Վարպետի 85-ամյակին չեն լինի ոչ շքեղ հանդիսություններ, ոչ էլ հոբելյանական միջոցառումներ եւ ոչ միայն այն պատճառով, որ Էլիբեկյանը վատառողջ է, այլ որովհետեւ միշտ էլ տոնական խրախճանքից շատ ավելի նախընտրել է ստեղծագործական տքնանքն ու արարման բերկրանքը։ Արդեն տևական ժամանակ է տանից դուրս չի գալիս եւ չի եղել Քոչարի նկարիչների հայտնի շենքի պատերից ներս տարածվող Էլիբեկյանական տիեզերքում, իր արվեստանոցում, որտեղ տասնամյակներ շարունակ նկարակալի առջև ծնվել է մեծ առեղծվածը։ Մարդ առած ստեղծագործող ինքը չգիտի իր մեջ ինչ կա, ինչ պոտենցիա կա, ինչ ծրագրեր կա։ Միակ բանն է, որ մխիթարում է քու երկիրը, քու արվեստանոցը, քու շրջապատը, ընկերները, շատ եմ տխրում, որ ընկերներս վատառողջ չեն, գնահատում են, բայց կյանք է։ Չափերով փոքրիկ, բայց տարածականությամբ ահռելի այս միջավայրում իր օրինաչափ շարունակությունն է գտել Էլիբեկյանների տոհմի երկդարյա ստեղծագործական ընթացքը, եւ Ռոբերտ Էլիբեկյանն իր ուսերին կրել է ոչ միայն մշակութային հսկաների այդ մեծ ընտանիքի ժառանգորդության պատասխանատվությունը, այլև հարազատ երկու մայրաքաղաքների՝ Թիֆլիսի եւ Երևանի ստեղծարարության ու նորարարության առաջատարը լինելու պատիվը։ Ամեն ինչ սկսվեց նախորդ դարի 60-ականներին, երբ ազգային վերելքի ալիքին զուգահեռ Կրեմլի պատերից հեռու ձևավորվեց երևանյան նոնկոնֆորմիստների հզոր դիմադրությունը, ընդդեմ պաշտոնական կաղապարված գաղափարախոսության եւ հանուն իրենց մշակութային ինքնության պահպանության։ Այդպես էր ստեղծվում ըմբոստների միջավայրը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը։ Առաջինն էր ամբողջ սովետական միությունում, առաջի ժամանակակից արվեստի թանգարանը, եւ գիտեք ինչ դժվարություններ եղավ, ուզում էին բացեին, փակեին, հետո մենք այն ժամանակ երիտասարդ էին, երում էր արյունը, մենք գիտեք մի քանի հոգով հավաքվեցինք, ասեցինք, եթե այդպես անենք, մենք կայրենք բոլոր գործերը, դուրսը եւ դուք կխայտարակվեք։ Գեղանկարիչ, բեմանկարիչ, կինոնկարիչ եւ խեցեգործ Էլիբեկյանն իր բոլոր տարերքների մեջ մշտապես հավատարիմ է մնացել արվեստի իր գենետիկ կոդին եւ եթե թատրոն, ապա միայն բեմական ձևավորման գլուխգործոցներ, պայացներ, Անտոնի, Գայանե եւ Պարոնյան թատրոնի Չարենցյան ներկայացումներ, եթե կինո, ապա Հայֆիլմի Ոսկե ֆոնդի Խաթաբալան եւ իհարկե գեղանկարչության մի ահռելի ժառանգություն, որը շրջել է եվրոպական, կանադական, ռուսական մեծ ու հեղինակավոր ցուցասրահներով Էլիբեկյանի մոգական արվեստը տարածելով ամբողջ աշխարհում։ Վարպետը հաճախ է արձանագրում. ժամանակն անցնում է, բայց այն անզոր է նկարչի դեմ։ Տխուր եմ, որ ժամանակը արդեն անցնում է, տարիքը նկարիչի վրա չի ազդում։ Ամպլիտուդան մինորից բարձրանում է մաժոր, հետո մինոր, շատ բարդ է ինձ համար։ Այսօր վարպետի 85-ամյակը մեզ վերստին վերադարձնում է այն խանդավառ հրճվանքը, ստեղծարար մթնոլորտն ու հպարտությունը, որը Ռոբերտ Էլիբեկյանն իր ներկայությամբ պարգևում է Երևանին ու աշխարհասփյուռ հայությանը։ Նոնե Ալեքսանյան, լուրեր։